Վաղ Ադրբեջանի կազմում են ճանաչել Ռուսաստանի Դաշնության հայտարարություններից հետո ու նաև այս մեղադրանքների ֆոնին Փաշինյանը նախկիններին էր մեղադրում Արցախի հանձնման համար, ձեզ էին մեղադրում, ի վերջո հիմա ով է մեղավորով է հանձնել Արցախը։ Ես ասեցի, որ մենք այս իրավիճակում հայտնվել ենք 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, 23 թվականի տեղի ունեցածը դա 2020 թվականի պատերազմի հետևանքներն են։ Այսօր ստեղ որոշ մարդիկ խոսում են, որ 23 թվականին մնայիք պայքարեիք։ Ես ուզում եմ հիշեցնել այդ մարդկանց, որ եթե մենք պիտի մնայինք մինչև վերջ պայքարեինք, դա պետք է անենք 2020 թվականին, որ ավելի լավ պայմաններում ենք եղել, հանձնված չի եղել Աղդամը, Քելբաջարը, Ջաբրայելը, Կուբատրոն, Լաչինի տարածքը, ադրբեջանցիները չէին գտնվում Շուշիում և արցախցիները չէին գտնվում լիակատար շրջափակման մեջ։ Այսինքն ինչ հնարավորության մասին պետք է լիներ 2023 թվականին մնայիք մինչև վերջ պայքարեիք։ Եթե պետք է պայքարեիք, դա պետք է լիներ 2020 թվականին։ Եվ 20 թվականի նոյեմբերին այդ 9-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա է, որ ռուսական խաղապահ հայտնվել են Արցախում։ Այսօր նաև լսում եմ տարբեր տեղեր, որ դուք ասել եք «Սպասիբա Ռոսիայի», «Սպասիբա Պուտինու», չգիտեմ, բայց մոռանում են, որ ռուս խաղապահները հայտնվել են Արցախում այդ ստորագրության շնորհիվ։ Եվ իրենց շնորհիվ է, որ հնարավոր է եղել, որ Արցախի ժողովուրդը վերադառնան Արցախ։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել Արցախից, քաղաքացիական անձինք, որոնք վերադարձել են։ Եվ իրենք էին ապահովում և հանդիսանում երաշխավորը, որ Արցախի ժողովուրդը այնտեղ կարում էր ապրել։ Ինչ վերաբերում է, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմ, դա ոչ թե միայն Ռուսաստանի ղեկավարությունն է դրա մասին խոսում։ 2023 թվականի պատերազմի սեպտեմբերի 19-ից սկսած ռազմական գործողությունները սեպտեմբերի 20-ին դադարեցնելուց հետո Ադրբեջանը մեզ ներկայացրել է պահանջ, որը փաստաթուղթ, որը հենց սկզբում նշված է, որ հաշվի առնելով նոր հանգամանքները, իդեմս դրան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է մեր լիերավ սուվերենիտետը Արցախի նկատմամբ, դուք պետք է անեք այս գործողությունները և լուծարեք Արցախի Հանրապետությունը։ Իմիջիայլոց դա եղել է նաև պահանջ, որ դա պետք է լինի Արցախի Հանրապետության ազգային ժողովի հռչակագիր։